Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ դուք գիտեք, որ քանի որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, ինքներդ էլ ունեք հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը, եթե զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով կամ գրեք մեր էլեկտրոնային փոստին շտապ օգնություն շնիկ ararat@tv.am հասցեով։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, մենք խոսելու ենք էնդոպրոթեզավորման մասին, կարծում եմ շատերից շատ ծանոթ բառ է սա, բայց թե ինչ է նշանակում, ինչպես է դա կատարվում, մանրամասները մեզ եւ ձեզ ներկայացնելու է Արմենակ Բդոյանը, վնասվածքաբան օրթոպեդ, առաջին համալսարանական կլինիկայի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավարն է նա, հիշեցնում եմ մեր հեռախոսահամարը 54 89 34։ Բարև ձեզ բժիշկ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդաշարին հյուր։ Մենք մի քանի անգամ ունեցել ենք վնասվածքաբան հյուրեր եւ տարբեր թեմաների անդրադարձել ենք եւ որքան ես հասկացա մեր հեռուստադիտողների հարցերից եւ ուղիղ եթերի ժամանակ եւ հետագայում երբ նրանք գրում են մեզ էլեկտրոնային փոստով, սա շատ տարածված միջամտություն է վնասվածքաբան օրթոպեդների կողմից եւ փաստորեն խնդիրը հաճախակի է հանդիպում, երբ բանը հասնում է էնդոպրոթեզավորմանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչ է դա։ Էնդոպրոթեզավորումը դա արհեստական հոդի տեղադրումն է, որը որ այս կամ այն պատճառով, այսպես ասած, հիվանդացել է, կամ կոտրվածքի, կամ ունեցած հիվանդությունների հաշվին։ Էնդոպրոթեզավորումը դա հնարավորություն է, որպեսզի մարդը կարողանա իր շարժողական ֆունկցիան ապահովել։ Այդ իսկ պատճառով բժշկությունը եւ գիտությունը մտածել է մի բան, որ եղած պարագայում, երբ որ հիվանդության կամ կոտրվածքի պատճառով հնարավոր չի դառնում շարժողականությունը ապահովել, ունենանք բժշկական միջամտության տեսակ, որով որ կարելի լինի վերադարձնել մարդուն իր նախկին կենցաղային ակտիվությանը։ Այսինքն սա մի միջոցառում է, որի շնորհիվ վերականգնվում եւ փրկվում է, հա, կարելի է այդպես ասել, մարդու կյանքի որակը, եթե դա անմիջապես չի տանում կյանքի հարցին, ապրելու հարցին, շատ մեծ նշանակություն է ունենում կյանքի որակի հետ կապված, որովհետեւ եթե փաստորեն շարժումների սահմանափակում կա եւ դա կարելի է վերացնել էնդոպրոթեզավորման միջոցով, ուղղակի հրաշալի է։ Խնդրում եմ ասեք, բոլոր հոդերում է, որ հնարավոր է կատարել էնդոպրոթեզավորում, թե կան որոշակի առանձնահատկություններ։ Կան հոդեր, որոնցում էնդոպրոթեզավորումը կատարելը այսօրվա վիճակով հնարավոր չի, դրանք այն հոդերն են, որոնք որ շատ ավելի քիչ նշանակություն ունեն շարժողական եւ հենաշարժական ֆունկցիան ապահովելու համար։ Օրինակ որ հոդերը դրանք։ Օրինակ այն հոդերը, որոնք որ կոնքի ողերն են կազմում, իհարկե գոյություն ունի դրա էնդոպրոթեզավորումը, բայց այդքան էլ էական նշանակություն չունի։ Էական նշանակություն ունեն, երբ որ ունենում ենք մեծ տրավմաներ, ոչ թե հիվանդություն, այլ տրավմաներ։ Հիմնականում հենաշարժական ֆունկցիան ապահովող հոդերը վերջույթների մասին է խոսքը գնում, որը որ հնարավոր է էնդոպրոթեզավորել մեծ հոդերը։ Փոքր հոդերը իհարկե կարելի է, բայց էական նշանակություն չունեն, օրինակ ոտնաթաթի մանր հոդերը կամ դաստակի փոքր հոդերը, որոնք որ կարելի է առանց էնդոպրոթեզավորման հասնել ֆունկցիոնալ որոշակի արդյունքի։ Այո։ Իսկ ինչ վերաբերում է որակական հարցին, իհարկե էնդոպրոթեզավորումը դա կյանքի որակը փոխող վիրահատություն է։ Էնդոպրոթեզավորումը դա կյանք փրկող վիրահատություն չէ, ինքը կյանքի որակ փոխող վիրահատություն է։ Այո, փաստորեն բժիշկ, երբ խոսքը գնում է վերջույթների հոդերի մասին, մեծ հոդերի հատկապես, դա առաջին հերթին կոնքազդրային, ծնկային հոդը, նաև ոտնաթաթի հետ կապված է։ Ոտնաթաթի հետ եւս գոյություն ունի, պրակտիկայում ավելի քիչ կիրառվող, երևի թե բժշկական զարգացվածության մասին ավելի շատ խոսում եւ ուսահոդի իհարկե։ Ուսահոդ, արմնկային հոդ եւ դաստակի։ Դաստակինը նույնպես հնարավոր է կատարել, թե ոտնաթաթի պես գոյություն ունի այդպիսի բան, դաստակի, արմնկային հոդի իհարկե կան, բայց կիրառության առումով ավելի շատ ամենահաճախականության առումով
կոնքազդրային, ծնկան, ուսահոտ ավելի շատ են կատարում էնդոպրոթեզավորումներ, որովհետև իրանք համարում են այն բանալի հոդերը, որոնցով մարդը կարողանում է շարժվել, եւ այն մեծ հոդերը, որոնք շարժումը հիմնվում է նրանց վրա։ Այո, մենք ունենք տեսանյութ, եթե չեմ սխալվում, խնդրենք ռեժիսորին տեղադրել, որպեսզի ավելի պատկերավոր լինի եւ հեռուստադիտողները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը, ահա, խնդրեմ բացատրենք, թե ինչ քայլող մարդ ենք այստեղ տեսնում եւ կենտրոնանում է ծնկան հոդի վրա։ Նույն այս բaragայում, այո։ Սա արդեն էնդոպրոթեզով ծունկն է, թե։ Սա առողջ ծունկն է։ Այս պատկերով ցույց է տալիս առողջ ծունկը ինչ կառուցվածք ունի։ Այո։ Եվ որ դեպքում պետքա տեղադրվի էնդոպրոթեզ, այսինքն աճառային հյուսվածքի բացակայության պարագայում, երբ որ արդեն ինչպես ցույց է տալիս, ունենում ենք եւ վերջույթի դեֆորմացիա եւ ցավ եւ շարժողական ֆունկցիայի խանգարում։ Ու տարբեր ախտահարման ժամանակ տարբեր դեֆորմացիաների մասին է խոսում, որպեսզի կարողանա ծունկը նորից վերադառնել նախկին վիճակին, կարողանա ֆունկցիոնալ տեսակետից ապահովել մարդու շարժումը եւ քայլքը, առաջարկում է էնդոպրոթեզ, որը որ սա փաստորեն հանում են բնական աճառային հյուսվածքի մնացորդը, ես ինչքան հասկացա, այո։ Եվ տեղադրվում է արհեստական հոդ, արհեստական էնդոպրոթեզի արհեստական մասն է, որը որ ազդրային կոմպոնենտն է, որը որ փոխարինում է տվյալ պարագայում աճառային հյուսվածքին։ Այսինքն հնարավոր է, որ էնդոպրոթեզավորումը լինի ամբողջական հոդի փոխարինում եւ հնարավոր է մասնակի մի հատվածի, այստեղ տեսանք հենց աճառային հյուսվածքի փոխարինում։ Այո, ինքը միշտ աճառային հյուսվածքին է փոխարինում, այս կոնկրետ այս պարագայում եւ բնականաբար ինքը աճառային հյուսվածքը ոսկրային հյուսվածքից տարանջատել այնպես, որ ոսկրային հյուսվածք չլինի, այդպես չի։ Ինքը որոշակի նաեւ ոսկրային մաս է վերցնում իր հետ։ Այս պարագայում արդեն տեղադրում է եւ ներքևի կոմպոնենտը, սրունքի կոմպոնենտը ոլոքային։ Այո։ Որը որ արդեն աշխատում է ոչ թե աճառները իրար հետ, այլ աշխատում են արդեն արհեստական տեղադրված էնդոպրոթեզի կոմպոնենտները իրար հետ։ Սովորաբար տարբեր նյութերից կազմված։ Խնդրում եմ ասեք, ինչ նյութ է դա եւ արդյոք լինում են դեպքեր, որ որպես օտար նյութ, օտար մարմին, այնուամենայնիվ օրգանիզմը դա չընդունի։ Բնականաբար կա այդպիսի բան, նյութերը ստանալու համար բավականաչափ լուրջ աշխատանք են տանում հենց էնդոպրոթեզ արտադրող կազմակերպությունները։ Սովորաբար գոյություն ունի հաշելահամակարգով, հաշելահամակարգ, որը որ աշխատում է հնարավորինս չեզոք ստանալ եւ օրգանիզմի ընդունելու եւ չընդունելու հատկությունների մասին է խոսում։ Այսինքն մարդը մինչև էնդոպրոթեզավորումը, ներողություն, որ ձեզ ընդհատեցի, որոշակի հետազոտություններ է անցնում եւ դրանց արդյունքն է թույլ տալիս որոշում կայացնել հնարավոր է այդտեղ կատարել էնդոպրոթեզավորում թե չէ, այդ թվում եւ այն հետազոտությունը, որը կպարզի այս մարդու օրգանիզմը կընդունի այս նյութը թե ոչ։ Տվյալ պարագայում ոչ, որովհետեւ այդ հետազոտությունների արդյունքում ստանում են չեզոք նյութի մետաղական համաձուլվածք, որը որ ընդունվում է համընդհանուր ձևով, որ դա ամենաչեզոքն է, եւ հետազոտել կոնկրետ անհատին, թե կոնկրետ այսինչ տեսակի մետաղական համաձուլվածքը, որով կազմված է էնդոպրոթեզը, կընդունի թե չէ, դա բավականաչափ ծախսատար եւ բավականաչափ լուրջ հետազոտություններ է պահանջում։ Այո։ Դրա համար ընդունվել է այն տարբերակը, որը որ ամբողջ աշխարհում օգտագործում է այդ համաձուլվածքը, որը որ իր էությամբ հանդիսանում է չեզոք։ Այո։ Եվ ըստ այդմ օգտագործում է մետաղները։ Մետաղական համաձուլվածքը շատ տարեր են պարունակում իրանց մեջ, հիմնականը բնականաբար տիտան, վոլֆրամ, ցինկ, նիկել ու պողպատ անպայման իհարկե։ Եթե այդ համաձուլվածքի համաձայն ինքը ամենաչեզոքն է ստացել, որը որ լուրջ հնարավոր ռեակցիաները ամենաքիչն են։ Հնարավորինս քչացնելու նպատակ ունի այդ ռեակցիաները եւ այդ տանելիության եւ համատեղելիության հարցերը հնարավորինս զրոյացնելու, մոտեցնելու զերոյին տարբերակներ են եւ կոնկրետ անհատի հետազոտել կոնկրետ տվյալ պարագայում կունենա նյութի նկատմամբ ռեակցիան անիմաստ է փաստորեն։ Այո, դառնում է անիմաստ։
Այո, իսկ ինչ այլ հետազոտություններ է անցնում մարդը, այսինքն եթե հոդի հետ կա ինչ-որ խնդիր, դա լինի մաշվածության տեսակետից կամ ինչպես դուք նշեցիք, հնարավոր է եւ տրավմաների արդյունքում կարիք լինի էնդոպրոթեզավորման, միանգամից կարելի է նշանակել ցուցում էնդոպրոթեզավորում, թե նա պետք է որոշակի հետազոտություններ անցնի, գուցե ասենք թե ես լավ չեմ պատկերացնում մասնագիտորեն նրա ոսկորները փխրուն են կամ ոչ այն բաղադրությունը չունեն, որը անհրաժեշտ էր, որպեսզի դա հնարավոր լինի։ Երբ որ խոսքը վերաբերում է հիվանդությանը, ոչ թե շտապ կոտրվածքի մասն է խոսքը, այլ վերաբերում է հիվանդությանը, կոքսարտրոզին կամ գոնարտրոզին, օստեոարտրոզին, բնականաբար այդ պարագայում պետք է ամբողջ ծավալով հետազոտություններ անցնի, սկսած ներքին օրգանների առողջական վիճակից եւ վերջացած իհարկե անպայման ոսկրի խտության եւ ոսկրի ամրության հետազոտություններով։ Դենսիտոմետրիան, եթե չեմ սխալվում։ Անպայման, իհարկե, նաեւ դենսիտոմետրիան։ Այո։ Նոր այդ պարագայում հարցը դրվի էնդոպրոթեզավորման։ Հետազոտությունների ծավալը պետք է ընդգրկի ամբողջ օրգանիզմը եւ ամբողջ օրգան համակարգերը։ Իսկ ինչ վերաբերում է կոտրվածքների դեպքում մի քիչ այլ է։ Այդտեղ խնդիրը ավելի շտապությանն է վերաբերում եւ բնականաբար այդ պարագայում որոշակի ծավալներ բաց թողում է լինում կոնկրետ դենսիտոմետրիայի, եթե մասին ենք խոսում, դենսիտոմետրիան ինքը այդ պարագայում այդքան ռեալ չի, որովհետեւ հարցի լուծման նպատակ որպես այդպեսին եւ հարցը լուծող տարբերակ եթե դա էնդոպրոթեզավորումն է, ուրեմն պետք է անցնի էնդոպրոթեզավորում։ Դենսիտոմետրիայի անհրաժեշտությունը առաջանում է էնդոպրոթեզավորումից հետո, որի հնարավորությունը բնականաբար կա։ Հասկանալի է։ Բժիշկ, մենք երկրորդ տեսանյութը խնդրենք, որպեսզի ռեժիսորը տեղադրի, եթե չեմ սխալվում, արդեն պետք է որ կոնքազդրային հոդի մասին գնա խոսքը։ Այո։ Այո։ Սա ինչ է, ահա կոնքն է փաստորեն եւ ինչ ենք տեսնում։ Այստեղ խոսքը էլի հիվանդությանն է վերաբերում, աճառային հյուսվածքի հիվանդությանը, որի մեջ արդեն այս կարմիր կետերը, որոնք որ պատկերված են, իրանք արդեն աճառային ախտահարված հատվածներն են։ Այո։ Ու պրոթեզավորման էտապներն են, թե ինչա կատարում այստեղ։ Այսինքն հեռացնում են այդ ախտահարված հատվածը, կրկին աճառային հյուսվածքը։ Աճառային հյուսվածքը հեռացվում է։ Ահա, տեղադրվում է էնդոպրոթեզը։ Այո։ Ու կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման ժամանակ որպես տակտիկա ընդունվում է, որ պետք է նաև հեռացնել գլխիկը եւ վզիկը, չնայած գոյություն ունեն նաև այլ տարբերակներ։ Այո։ Այս պարագայում արդեն բացի աճառից նաև ոսկրային մաս է դուրս գալիս։ Այո։ Ընդ որում ամբողջական մասեր։ Այո, եւ էնդոպրոթեզի կոմպոնենտներից ելնելով պետք է անպայման ընդունել են փաստը, որ երևի թե ճիշտ է, որ ոչ թե աշխատի մետաղը մետաղի հետ, այլ աշխատի միշտ աշխատում ենք, որ լինի մետաղը պոլիէթիլենային մասի հետ, այն նախորդ պատկերում որ տեսանք, տեղադրում է մետաղային կոմպոնենտը եւ որի մեջ տեղադրում է նաեւ պոլիէթիլենային կոմպոնենտը, որպեսզի կարողանանք կախված էնդոպրոթեզի հարցն է փաստորեն։ Շփման հարցում շփվեն մետաղը պոլիէթիլենի հետ շարժման ժամանակ եւ ոչ թե մետաղը մետաղի հետ։ Այո։ Ինչը ավելի կբարդացնի փաստորեն, եթե մետաղը չնայած հնարավոր է այդ մետաղը հենց ինքը այնպիսի թաղանթ ունենա, որը շփման դեպքում գոյություն ունենան նմանատիպ նանոտեխնոլոգիայով պատրաստված կան գոյություն ունեն, որ մետաղը մետաղի հետ աշխատեն, բայց դրանք մեծ կիրառություն չունեն երևի թե արժեքային առումով եւ պետք է եւ ժամանակային առումով երևի թե անցնեն իրենց աշխատանքային փորձը եւ կախված այդ պոլիէթիլենային մասից, բնականաբար բոլորս հասկանում ենք, որ եթե շփվում է մետաղը պոլիէթիլենի հետ, պոլիէթիլենը ինքը պետք է մաշվի։ Այո։ Եվ ըստ այդ մաշվելու ժամանակից ելնելով էլ էնդոպրոթեզները դրանք բնական չեն եւ ունեն իրենց աշխատանքային ժամանակը։ Որքան ժամանակ է ամենաշատը ծառայում, ասենք թե հենց կոնքազդրային հոդի էնդոպրոթեզը։ Տեսեք, այդ հարցը հետեւյալ ձևով պետք է նայել։ Էնդոպրոթեզների արտադրման կազմակերպությունները իրենք անցկացնում են լուրջ հետաքննություններ։ Այո։ Ըստ որի որոշում են որոշակի ժամանակ։
Հայաստանի Հանրապետությունը այսօր ունի այդ հնարավորությունը, որ օգտվենք աշխարհում առաջատար կոնկրետ առաջարկներից, ֆիրմաների առաջատար ֆիրմաների առաջարկներից, որոնք որ ունեն ներկայացություն Հայաստանում։ Այո։ Եվ իրենց ժամկետների առումով մի քանի տասնյակ տարի գոնե մի քանի տասնյակի մասին խոսում ենք 20 եւ ավելի մասին, հա։ Դա շատ լավ է, բայց ռեալ Հայաստանի Հանրապետությունում երևի չունենք նման ստատիստիկա, թե կոնկրետ որ էնդոպրոթեզը ինչ ժամանակահատված է։ Որքան ժամանակ է, որ Հայաստանում կատարվում է նման վիրահատություն։ 20 տարուց ավել չունենք հիվանդներ, որ արդեն էնդոպրոթեզով են։ Եթե ես չեմ սխալվում, 88 թվից կատարում է։ Այո։ Երկրաշարժի տարիներից սկսած ի վեր կատարում եմ, մինչև այդ միգուցե ես սխալվեմ իմ տվյալների մեջ, բայց ինչքան գիտեմ 88 թվից կատարում են այդ վիրահատությունները։ Ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ մեր էնդոպրոթեզ արտադրողները իրենց արտադրանքը շատ շուտ թարմացնում են եւ նորացնում են եւ հաշվի առնելով բնակչության քանակը Հայաստանի Հանրապետության հնարավոր չի լինում ստանալ հստակ գոնե որոշակի քանակ հիվանդներ, որոնք որ մի տեսակ էնդոպրոթեզ են օգտագործում։ Շատ արագ փոխվում է։ Թիվը փոխվում է։ Այո, շատ արագ էնդոպրոթեզի տեսակն է փոխվում։ Տեսակն է փոխվում, այո։ Բժիշկ, մենք ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարց ունեմ բժշկին։ Խնդրում եմ ինձ ասեք, իմ երկու տնկան հոդերն էլ վիրահատված են 10 տարի առաջ։ Հիմա նորից սկսվել են ցավերը եւ ես ուզում եմ իմանալ, այդ դեղը որ ներարկում են հոդում, կարելի է վիրահատված ծնկներին այդ դեղը ներարկել եւ ինչ դեղեր են դրանք, խնդրում եմ անուններն ասեք։ Շնորհակալություն։ Հարցը հենց շատ տեղին էր։ Դուք նշեցիք, որ այս էնդոպրոթեզի տեղադրելուց հետո էլ հնարավոր է, որ մաշվի փաստորեն։ Մաշվելուց հետո ցավ հնարավոր է մարդը զգա, եթե միայն ասենք աճառային մասն է փոխվել։ Բնականաբար, եթե էնդոպրոթեզի կոմպոնենտը մաշվում է, այսինքն էնդոպրոթեզի իր աշխատանքային ժամկետը մոտենում է ավարտին, դրսևորվում է ցավով։ Եվ իհարկե հնարավոր է, որ ունենանք ցավ։ Իսկ ինչ վերաբերում է ներարկմանը, որը որ օգտագործվում է արհեստական աճառի փոխարինիչներ, այսպես ասած, էնդոպրոթեզավորված հոդին, եթե խոսքը վերաբերում է վիրահատություն էնդոպրոթեզի մասին ենք խոսում, բնականաբար իմաստը կորցնում է, որովհետև դա արհեստական աճառ է, որը որ իմաստ չունի ներարկել։ Այո։ Նա նշել է, որ խոնդրոպլաստիկա է արված իր մոտ, սա ինչ է։ Խոնդրոպլաստիկան դա ոչ թե էնդոպրոթեզ է տեղադրված, այլ կատարվել է վիրահատություն, որը որ աճառային հյուսվածքի տեղաշարժ է կատարվել եւ աճառային հյուսվածքն է ավելացվել։ Այսինքն նոսրացվել մի տեղից եւ ավելացվել բացակա տեղերը։ Այո։ Այս պարագայում բնականաբար, եթե խոնդրոպլաստիկայի մասին ենք խոսում, բնականաբար իմաստ ունի ներհոդային ներարկումները։ Այո։ Որոնք որ իրենցից ներկայացնում են արհեստական աճառ։ Այսինքն նա կարող է գնալ նման պրոցեդուրայի, բայց իհարկե բժշկի հետ խորհրդակցելով եւ իհարկե ընտրությունը, թե որ տեսակը, ինչ տեղորայք ներարկել, հարցի մեջ բնականաբար կար։ Բնականաբար բժշկինն է դա ընտրությունը, ինքը պետք է բժիշկը իհարկե հստակ ներկայացնի տարատեսակները եւ կոնկրետ այդ պարագայում որ մեկն է ավելի նպատակային։ Այո, բժիշկ, իսկ եթե մաշվում է դրված էնդոպրոթեզը, հնարավորություն կա երկրորդ, երրորդ անգամ միջամտություն կատարել, ասենք թե մարդը արդեն 25 տարի է օրինակ էնդոպրոթեզով է եւ շարժումների սահմանափակում նորից ունի։ Ես որքան հասկացա, ախտանշաններից առաջինը հենց դա հնարավոր է, որ լինի, քանի որ ցավ արդեն չի։ Այո։ Հնարավոր է, որ երկրորդ, երրորդ անգամ կատարվի էնդոպրոթեզավորում եւ արդյոք դա նույնպես ունենում է այն մեծ արդյունավետությունը, ինչը առաջին վիրահատության ժամանակ։ Էնդոպրոթեզավորումը դա էնդոպրոթեզի կիրառումը, այո, արդեն իսկ պետք է իրեն մեջ մտցնի այն փաստը, որ գոյություն ունի նաեւ երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն։
Այդ իսկ պատճառով, եթե տեսակ նախորդ նկարներով մեր էնդոպրոթեզները հիմա սկսել են արտադրվել ոչ թե 1 կամ 2 կոմպոնենտով, այլ 4 կոմպոնենտով։ Որոնք են այդ կոմպոնենտները։ Որոնք որ տեղադրվում են մետաղական մասերով, ահա, 2 մետաղական մաս եւ 2 աճառային։ Եվ 2 մետաղական մաս եւ 1 պոլիէթիլենային եւ 1 կամ պոլիէթիլենային կամ կերամիկ տարատեսակով։ Այո։ Տվյալ դեպքում պոլիէթիլենայինը աճառին է փոխարինում։ Տվյալ պարագայում այո։ Մաշվող մաս որպես այդպեսին համարվում է պոլիէթիլենային մասը։ Բնականաբար էնդոպրոթեզի մաշվածության դեպքում նպատակ ունի, որպեսզի փոխվի պոլիէթիլենային մասը եւ բնականաբար պոլիէթիլենի հետ աշխատող մասը։ Այո։ Կոնքազդրային հոդի համար եւ գլխիկը եւ այն գլխիկը, որը աշխատում է պոլիէթիլենային կոմպոնենտի հետ։ Իհարկե կա տարբերակը փոխելու, իհարկե դրա մասին ի սկզբանե մտածել են։ Եվ մտածել հարցի մյուս մասը, որ մտածել էֆեկտիվության մասին, բնականաբար նպատակը գնում է դեպի դրան եւ աշխատանքի իմաստը կայանում է նրա մեջ, որ մարդը վերադառնա իր նախկին ակտիվությանը։ Կյանքի նորմալ ռիթմին։ Այո, խոսքը չի վերաբերում 26 տարի առաջ կատարված էնդոպրոթեզավորման ակտիվությանը, որովհետև տարիքային խմբից ելնելով մարդու ակտիվությունը որոշակիորեն իջնում է։ Այսպես թե այնպես նվազում է, բայց իր տարիքին համապատասխան պետք է մոտենա։ Բժիշկ, իսկ եթե ես ճիշտ հասկացա, որ առաջին սերնդի էնդոպրոթեզները փաստորեն այդ 4 կոմպոնենտներով երևի թե չեն եղել, եւ երկկոմպոնենտ կամ միակոմպոնենտ, եթե այդպիսի էնդոպրոթեզի հետ է խնդիր առաջացել, պետք է ընդհանուր նորից հանել եւ նորը տեղադրել։ Թե հնարավոր է դրա վրա պոլիէթիլեն տեղադրել։ Ոչ, որովհետեւ եթե տեղադրված էնդոպրոթեզ, որը որ ինքը չունի փոխելու հնարավորություն կոմպոնենտներ, ուրեմն պետք է հեռացվի ամբողջությամբ էնդոպրոթեզը եւ տեղադրվի նորը։ Հասկանալի է։ Ընթերցեմ նաեւ մեր հեռուստադիտողների հարցերը, որ այստեղ ենք ստացել։ Հեռուստադիտողներից մեկը գրում է. Իմ տատիկը 75 տարեկան է, նա մահճակալի մոտ կանգնած հանկարծ ընկավ եւ կոնքազդրային հոդի կոտրվածք ստացավ։ Խնդրում եմ ասեք, միայն մաշվածության դեպքում է հոդի, որ կիրառվում է էնդոպրոթեզ, թե այս կոտրվածքի դեպքում նույնպես հնարավոր է, երևի նա մի քիչ ուշ է միացել, բայց կրկնենք հեռուստադիտողի համար։ Այս պարագայում բնականաբար պետք է նախ եւ առաջ կոտրվածքի հստակ անունը լինի, որովհետև գոյություն ունեն կոտրվածքներ, կոնքազդրային հոդի կոտրվածքներ, սովորաբար ընդունում ենք ազդրի վզիկի կոտրվածք, որը որ իր մեջ իհարկե ներառում է էնդոպրոթեզավորում։ Այո։ Եվ կոտրվածքների ըստ տարատեսակի իր բուժման մեթոդիկան տարբեր է։ Իսկ հնարավոր է թե չկիրառել միանշանակ հնարավոր է։ Այո։ Իսկ ինչ էլ ուրիշ ցուցումներ կան էնդոպրոթեզավորման համար եւ նաեւ եթե կան հակացուցումներ։ Էնդոպրոթեզավորման ցուցումները, եթե խոսքը վերաբերում է ոչ կոտրվածքներին, հիվանդության պարագայում առաջացած օստեոարտրոզի հետևանքով զարգացած խնդիրներին, ցուցումները բավականին, այսպես ասած, ծավալ են իրանց մեջ ներառում, ինչի, որովհետեւ գնահատել օստեոարտրոզի աստիճանը շատ հեշտ է եւ հեչ պարտադիր չի, որ 4-րդ աստիճան կամ 3-րդ աստիճան արտրոզների ժամանակ ըստ աստիճան իրանց դասակարգման պետք է կիրառել էնդոպրոթեզ, որովհետեւ էնդոպրոթեզի ցուցումը ավելի շատ հիվանդն է դնում եւ ցուցումը դա ցավն է։ Այո։ Էնդոպրոթեզը կիրառվում է այն ժամանակ, երբ որ պացիենտը ինքը գանգատվում է ցավերից, որը որ առօրյայում խանգարում է իր կենցաղային օրվա մեջ իր օրը կառուցել։ Երբ որ ուզում է ազատվել այդ ցավերից, դա կարող է լինել երկրորդ աստիճանի օստեոարտրոզի ժամանակ, դա կարող է չլինել 3-րդ, 4-րդ աստիճանի օստեոարտրոզի ժամանակ։ Այսինքն շատ ինդիվիդուալ է, որ միանշանակ։ Իսկ հակացուցումներ կան այնպիսի քրոնիկ հիվանդություններ, որոնց դեպքում դուք պարզապես մերժում եք, ինչքան էլ որ մարդը ցանկանա։ Իհարկե կան առողջական խնդիրներ, որոնք որ հակացուցում ունեն էնդոպրոթեզավորման համար։ Օրինակ, հակացուցումներից մեկը ալցգեյմերի հիվանդությունն է, որը որ թույլ չի տալիս, որ կատարվի այդ էնդոպրոթեզավորումը, որտեղ էնդոպրոթեզ տեղադրելը դա հարցի լուծում չի, էնդոպրոթեզը պետք է պացիենտը կարողանա կիրառել, օգտագործել եւ այսպես ասած վայելել։ Ահա։
Այդ պարագայում չի ստացվում դա անել եւ բնականաբար այն հիվանդները, ովքեր որ ունեն քրոնիկ խնդիրներ, ասենք թե շաքարային դիաբետ, արյան ճնշման հետ կապված, ինչը որ մեզ մոտ տարածված է, կամ ասենք արյան մակարդելիության հետ կապված, դրանք կարող են հակացություն դառնալ։ Դրանք կարող են հարաբերական հակացություն լինել։ Նրանք կարող են այս կամ այն չափով բարձրացնել էնդոպրոթեզավորման կամ վիրահատական միջամտության ռիսկը։ Չի կարելի տեղադրել այն հիվանդներին էնդոպրոթեզ, ովքեր որ ունեն հիվանդություններ, որոնք որ պետք է խանգարեն էնդոպրոթեզի կիրառմանը կամ էնդոպրոթեզի հետագա աշխատանքին։ Խոսքը վերաբերում է առաջերտին այն քրոնիկ հիվանդներին, ովքեր որ ունեն հոգեկան խնդիրներ։ Խոսքը վերաբերում է այն հիվանդներին, մոտ որ ինչպես նշեցի, կան ալցգեյմեր կամ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ։ Հասկանալի է, մենք էլի ունենք հեռախոսազանգ բժիշկ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Նախ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեր հաղորդումը շնորհավորում եմ, դա շատ լավ հաղորդում է։ Շնորհակալություն։ Ես գոքսարթրոզ ունեմ, ինձ ասել են օպերացիա պետք, ես քայլել չեմ կարողանում, մի կողմի եմ թեքվում, ձախ կողմն է ինձ մոտ գոքսարթրոզը։ Ինձ ասել են, որ իմ ոսկորները ամուր են, բայց ես ուզում եմ անպայման իմանալ, եթե օպերայենք, բուժում գոյություն ունի, թե չէ։ Շնորհակալություն։ Բժիշկ ներողություն եմ խնդրում, մի հարց էլ ավելացնեմ։ Եթե մարդու, ասենք թե աջ ոտքի հոդը արդեն հասել է այն մակարդակին, մաշվածության տեսակետից, հա, ասենք օստեոարթրոզի, որ էնդոպրոթեզավորում է ցուցվում, մոտ է ժամանակը, որ ձախ ոտքինն էլ անպայման կգա դրան, թե հնարավոր է մեկ ոտքով սահմանափակվի։ Տեսեք, այդ հարցի ի սկզբանե պատասխանը բնականաբար լինում է պատճառ, որպես այդպեսին հանդիսացած հիվանդությունը։ Արդյոք հիվանդությունը միակողմանի ախտահարել, թե երկկողմանի։ Հասկանալի է։ Դիտվում են դեպքեր, երբ որ երկկողմանի է տարբեր աստիճանների ըստ ցավոտության եւ ըստ դասակարգման եւ ըստ ցավոտության տարբեր աստիճանների են լինում։ Դիտվում են դեպքեր, որ նաեւ կան միակողմանի խնդիրներ, ու հեչ պարտադիր չի, որ մյուս կողմն էլ պետք է անպայման լինի։ Այո, եւ հեռուստադիտողի հարցը։ Հեռուստադիտողի հարցը, որը որ վերաբերում է կոքսարթրոզին, էլի կոնքազդրային հոդի ախտահարմանը, մտածել բուժում, որը որ կբուժի եւ կվերականգնի ակտիվությունը, գիտությունը այսօրվա դրությամբ չունի։ Այն բուժական միջոցառումները, որոնք որ անցկացվում են, ավելի շատ ուղղված են ցավերի վերացմանը, ակտիվությունը որոշակիորեն, այո, որոշակիորեն ակտիվացնելուն, հարցի ռադիկալ լուծման տարբերակ որպես այդպիսին թերապևտիկ չունենք մենք եւ ամբողջ աշխարհը չունի։ Այո։ Ես մեր հաջորդ հեռուստադիտողի հարցը այստեղ ընթերցեմ, գրում եմ, խնդրում եմ ասեք էնդոպրոթեզավորման գնացած մարդը վիրահատությունից հետո ինչպիսի սննդակարգ պետք է պահի եւ այս դեպքում նույնպես նրան խորհուրդ է տրվում կալցիումով հարուստ սննդամթերք ընդունել, թե ոչ։ Սովորաբար էնդոպրոթեզավորման որ տարիքի մարդկանց եք, հա, տանում, ուղղորդում եւ կալցիումի հարցը, քանի որ հեռուստադիտողը բարձրացրեց, գիտենք, որ տարիքի հետ է ավելի շատ դա սրվում։ Տարիքային խումբը բնականաբար ընտրվում է այն տարիքը, որ հնարավորինս պացիենտը կյանքում մեկ անգամ անցնի այդ վիրահատությունը, հաշվի առնելով էնդոպրոթեզների օգտագործման ժամկետը։ Այո։ Բայց թելադրողը էլի մենք չենք, թելադրողը հիվանդությունն է, ցավն է եւ միշտ պացիենտն է թելադրողը։ Իհարկե ցանկալի է կատարել, եթե անհրաժեշտությունը կա, ցանկալի է կատարել այն տարիքում, որ կյանքում երկրորդ անգամ փոխելու կարիք չլինի։ Այո։ Բայց կան դեպքեր, երբ որ ավելի երիտասարդ տարիքում է լինում եւ ստիպված ենք ավելի երիտասարդ տարիքում օգտագործել էնդոպրոթեզներ, որը որ կյանքի ընթացքում պետք է եւս մեկ անգամ փոխվի եւ տեղադրվի նորը բնականաբար մաշվածության պատճառով։ Ամենաերիտասարդը որ տարիքից սկսած եք կատարում այս վիրահատությունը, հետո նաեւ կալցիումական սննդամթերքին կան։ Տարիքային խմբի մեջ նաեւ պետք է տարանջատել սեռի առանձնահատկությունը, որովհետեւ երիտասարդ տարիքում աղջիկները, ովքեր որ դեռ չունեն հլընտանիք, քանի որ մենք էնդոպրոթեզի հակացությունների մեջ բաց թողեցինք այն պահը, երբ որ իհարկե բաց թողեցինք, որովհետև դա հիվանդություն չի, այլ վիճակ է։ Այո։
չի թույլատրում էնդոպրոթեզավորված երիտասարդ աղջիկներին կամ երիտասարդ կանանց հղիություն, որովհետև զուտ ծանրության տեսակետից բժիշկ ավելի շատ կալցիումի տեսակետից, երբ որ ամբողջը գնում է պտղին եւ էնդոպրոթեզի կայունությունը խախտվում է։ Այո։ Դրա համար ցանկալի չի, որ մենք երիտասարդ դեռ հլենտանիք չծննդաբերած աղջիկներին ցանկալի չի էնդոպրոթեզը տեղադրել։ Ոչ թե ցանկալի չի, կարելի ասել չի կարելի։ Հետաքրքիր է շատ։ Ամբողջը վերաբերում է հենց կալցիումին, որովհետև նույն հղիության ժամանակ ամբողջ կալցիումը օրգանիզմից պտղին է գնում եւ ոսկրային խտությունը բնականաբար իջնում է ներողություն։ Այո։ Եվ էնդոպրոթեզի խախտման ժամանակ մենք ունենում ենք բարդություններ։ Տարիքային խմբի մեջ տղաների մոտ ավելի երիտասարդ տարիքում հարցը հետեւյալ ձևով է դրվում։ Այն երիտասարդները, ովքեր որ ունեն խնդիր եւ չեն կարողանում ակտիվ կազմակերպել իրենց կյանքը եւ ստիպում են բժիշկին, որ անպայման պետքա տեղադրվի, որովհետեւ ես չեմ կարողանում ապրել ինչպես ուզում եմ։ Դա արդեն ցույցում է, որպեսզի տեղադրվի էնդոպրոթեզ։ Իսկ կալցիումով հարուստ ծննդամթերք հետո էնդոպրոթեզավորումից հետո այստեղ մեր հաջորդ հեռուստադիտողի հարցն էլ վերաբերում է ընդհանրապես կենսաձևին, ասում է էնդոպրոթեզավորումից հետո մարդը ուղղակի կարող է վեր կենալ եւ քայլել, թե հենակների օգնությանը պետք է դիմի, ընդհանրապես մեր հաղորդումն արդեն մոտենում է ավարտին, խնդրում եմ եւ այդ ծննդամթերքի պահասեք եւ թե ինչ խորհուրդ եք տալիս դրանից հետո ինչպես մարդը խնամի, հա, փայփայի իր նոր հոդը, որպեսզի ավելորդ բարդությունների առջև չկանգնի։ Սննդամթերքի առումով բնականաբար կալցիումի անհրաժեշտությունը շատ է էնդոպրոթեզի տեղադրումից հետո, մենք բոլորս գիտենք, որ կաթնամթերքն է հիմնական մեր կալցիումի աղբյուր հանդիսանում։ Այո։ Բնականաբար էնդոպրոթեզավորումից հետո նաև օգտագործում ենք արհեստական հաբերի ձևով կալցիումի պրեպարատներ, որի անհրաժեշտությունը հստակ կա։ Իսկ ինչ վերաբերում է կենսաձևին, բնականաբար էնդոպրոթեզավորումից հետո մենք գոյություն ունի 6 ամիս վերականգնողական ժամանակահատված, որի ընթացքում պետք է մկանային տոնուսները, մկանային խրձերը, մկանային կորսետները վերականգնել հոդի։ Եվ որից հետո գոյություն ունի որոշակի չի կարելիներ։ Սովորաբար դրանք կյանքի եւ կենցաղի մեջ մեծ նշանակություն չունեն։ Բայց այնուամենայնիվ որոնք փոխվում են։ Օրինակ էնդոպրոթեզավորված հոդին ցանկալի չի բարձրությունից թռնել։ Այո։ Ցանկալի չի լոգիկայով իհարկե մի անգամ թռնելով ապարել։ Այո։ Ցանկալի չի դրանք անել։ Բայց կարելի է ապարել, բայց առանց թռնելու։ Կարելի է բարձրությունից հանգիստ իջնել, բայց առանց թռնելու։ Նմանատիպ փոփոխություններ կենցաղային, ենթադրենք ունենք կենցաղային բաներ, որոշակի փոփոխություններ լինում է, բայց դա չի սահմանափակում մարդուն կատարել գործողություն, որը որ իսրտե ցանկություն ունի մարդը կատարելու։ Հուսով եմ թռնելը չի դա։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ բժիշկ հետաքրքիր զրույցի համար։ Ես հուսամ մեր հեռուստադիտողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Խնդրեմ հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք առաջին համալսարանական կլինիկայի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արմենակ Բդոյանին եւ խոսում էինք էնդոպրոթեզավորման մասին։ Սա մի վիրաբուժական միջամտություն է, որի միջոցով փաստորեն մաշված կամ կոտրված հոդերը փոխարինվում են նորերով, լրիվ կամ մասնակի, եւ գիտությունը զարգանում է եւ արդեն ստեղծվել են նաեւ այնպիսի էնդոպրոթեզներ, որոնք 4 կոմպոնենտ ունեն, այսինքն առանձին են մետաղական եւ պոլիէթիլենային հատվածները, ինչը նշանակում է, որ եթե մաշվում է նաեւ արդեն նոր տեղադրված արհեստական հոդի մի որևէ հատված, հնարավոր է այն նույնպես առանձին փոխել, ինչը ամեն դեպքում ուղղված է մարդու կյանքի որակի պահպանմանը եւ եթե դուք ունեք ցավեր եւ շարժունակության սահմանափակում, դա նշանակում է, որ պետք է դիմեք վնասվածքաբան օրթոպեդին, գուցե հենց ձեզ մոտ է, որ անհրաժեշտ է կատարել էնդոպրոթեզավորում։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։